Սևանավանքը Հայաստանի պատմության և հոգևոր ժառանգության ամենավառ խորհրդանիշներից է։ Այն դարերի ընթացքում եղել է ոչ միայն վանական համալիր, այլև ամրոց, կրթության և կրթության կենտրոն, ամբարելով հայ ժողովրդի հավատքի, պայքարի և հիշողության հետքերը։ Սևանավանքի պատմությունը ձգվում է նախաքրիստոնեական, ապա վաղ քրիստոնեական շրջանից մինչև մեր օրերը, միավորելով պատմական փաստերը, եկեղեցական ավանդությունները, ժողովրդական լեգենդներն ու մշակութային հիշողությունը։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու վրա, որն այն ժամանակ դեռ կղզի էր։ Իր բնական դիրքի շնորհիվ համարվում էր Հայաստանի ամենաանառիկ վայրերից մեկը և Սևանա լճի մակարդակի իջեցումից հետո միայն վերածվեց թերակղզու։ Սևանավանքը հաճախ կոչվում է նաև Մարիամաշեն, քանի որ գլխավոր եկեղեցիները կառուցել է Աշոտ Բագրատունու դուստրը Մարիամ Իշխանուհին։ Սևանի անապատը մեզ հայտնի ամենահին անապատն է, որի հիմնադրումը կապվում է Գրիգոր Լուսավորչի հետ և հասնում է մինչև 19-րդ դարի 30-ական թվականները։ Մի ամբողջ ընթացք, որը շարունակական է և գրեթե ոչ մի վայրկյան, այդպես ասենք, չի ընդհատվում։ Սևանա կղզին դեռ անհիշելի ժամանակներից համարվել է սրբազան վայր։ Հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ այստեղ բնակավայր և պաշտպանական կառույցներ են եղել դեռևս բրոնզի դարում։ Կղզին շրջապատված է եղել ամուր բերդապարիսպներով և ուներ ռազմավարական կարևոր նշանակություն։ Ըստ եկեղեցական ավանդության 305 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը քանդել է Սևանա կղզու հեթանոսական մեհյանը, դրա տեղում կանգնեցնելով փայտակերտ խաչ և կառուցելով առաջին քրիստոնեական եկեղեցին, որն ավանդության մեջ հիշատակվում է որպես Սուրբ Հարություն եկեղեցի։ Սուրբ Հարություն եկեղեցին ներկայում կանգուն եկեղեցիներից չէ, բայց մեծ վկայություն է, որ Սևանավանքի պատմությունը սկիզբ է առել Հայաստանի քրիստոնեացման առաջին իսկ տարիներից, դառնալով այն բացառիկ վայրերից, որտեղ կարելի է տեսնել հոգևոր շարունակության մի ինքնատիպ շղթա։ Մեհյանից մինչև վանական համալիր, որի ներկայիս տեսքը ձևավորվել է Բագրատունյաց Հայաստանի վերածննդի ժամանակաշրջանում և հիմնադրումն էլ կապված է Աշոտ առաջինի դստեր անվան հետ։ Սյունած իշխան Վասակ Գաբուրիկինն ու Աշոտ առաջին Բագրատունի արքայի դուստր Մարիամ Իշխանուհին ամուսնու վաղաժամ մահից հետո ուխտ է անում նրա հիշատակին հայոց աշխարհում կառուցել 12 եկեղեցի։ Կրոնական կյանքը Սևանա կղզում 3 փուլ է անցնում, որոնցից առաջինը անապատական կյանքն է, այսինքն ճգնակեցությամբ են զբաղվում հոգևոր մարդիկ եւ հիմք է դրվել ներսես մեծի շրջանը։ Արդեն Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսի շրջանում, մինչ կաթողիկոս լինեն, նա այնտեղ վանական միաբանություն է ստեղծում եւ հաստատում են կանոնները, որոնց հիման վրա ապրում են։ Իսկ 1451 թվականին արդեն այնտեղ վարդապետարան է բացվում Դանիել Ռաբունապետի գլխավորությամբ, որը Տաթևի վանական համալիրից է, միաբանությունից է գալիս։ Եվ նորից կարելի ասել ամենամեծերից մեկն է լինում Հայաստանի տարածքում եւ կոչվում է Արևելյան Հայաստանի վարդապետարան, Արևելիստան վարդապետարան։ Ավանդություններից մեկի համաձայն Մարիամ Իշխանուհին խոստանում է կառուցել 12 եկեղեցի, իսկ մեկ այլ ավանդություն նշում է, որ Իշխանուհին ուխտել էր կառուցել 30 եկեղեցի։ Երկու ավանդություններն էլ ընդգծում են նույն գաղափարը։ Եկեղեցաշինությունը նրա համար միայն բարեգործություն չէր, այլ նաև հոգևոր ուխտ ու սիրելի ամուսնու հիշատակը հավերժացնելու ձգտում։ Երկու եկեղեցի է կառուցում այդտեղ, Առաքելոց եւ Աստվածածնի եկեղեցիներն է կառուցում։ Հետաքրքիր կառույց է տալիս այդ եկեղեցին, կղզու վրա եկեղեցու այդ կառույցները այնքանով են հետաքրքիր, որ ցամաքից դրանք նավի տեսք ունեն այն, այսպիսի կառույց է ունեցել։ Պատահական չի, որ այս պատմությունը ընկած է նաև Լևոն Շանթի Հին Աստվածներ դրամայի հիմքում, որտեղ կերպարը նույնիսկ Մարիամ Իշխանուհու անունը չի փոխվել եւ Մարիամ Իշխանուհին կառուցում է եկեղեցին եւ այդ եկեղեցու պատմությունն է, որը դառնում է նրա եւ վանահոր սիրո տաճարը։ Այս հիմքը դրվել է նաև Հին Աստվածներ դրամայի ակունքներում կա այս եկեղեցու կառուցման պատմությունը։ Երբ Մարիամ Իշխանուհին առաջին անգամ գալիս է Սևանա կղզի, հենց այդ գիշեր մի խորհրդավոր երազ է տեսնում։ Նրան երևում են Քրիստոսի 12 առաքյալներն ու ցույց տալիս, թե որտեղ պետք է կառուցվեն եկեղեցիները։ Մեկ այլ ավանդության համաձայն այդ երազը տեսնում է Մաշտոց Եղիվարդեցին։ Որն է իրականությունը, ոչ ոք չգիտի։
Բայց դարերի խորքից գալիս է վկայակոչումը։ 874 թվականին կառուցվել են Սրբավայրի երկու գլխավոր եկեղեցիները՝ Սուրբ Առաքելոց եւ Սուրբ Հովանես Կարապետ եկեղեցին։ Սուրբ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին մինչև այսօր պահպանվել է 874 թվականի շինարարական արձանագրությունը, որը վկայում է Մարիամ Իշխանուհու գործունեության մասին։ Ավելի ուշ Սուրբ Առաքելոց եկեղեցու հարավ-արևելյան կողմում Մարիամ Իշխանուհու նախաձեռնությամբ կառուցվում է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ցավոք, այն չի պահպանվել։ Մարիամը բարեպաշտ քրիստոնյա էր եւ իր ամուսնու Վասակ Գաբրունի մահվանից հետո ինքը ուխտել էր մի քանի տասնյակ եկեղեցիներ կառուցել։ Եվ այն ժամանակ, այն ընթացքում, երբ որ Մաշտոցը տեսիլքով առաքյալներին տեսավ, ովքեր եկան եւ ցույց տվեցին այն եկեղեցու տեղը, որ իրենց անունով պիտի կառուցվեր, Աստված Մարիամին էլ այդպիսի մի տեսիլք տվեց։ Եվ Մարիամը մոտեցավ իր հովանավորությունը առաջարկեց ու կառուցվեց Սուրբ Առաքելոց եկեղեցին։ Կառուցվեց նաև մի եկեղեցի Կղզու ստորոտում Սուրբ Աստվածածնի անունով, որը ցավոք սրտի կոմունիստների ձեռքով ամբողջովին քանդվեց եւ նրա քարերով հանգստյան տուն կառուցվեց, գրողների միության հանգստյան տունը, որը հիմա կանգուն է։ Ինչ խոսք, որ ժամանակները փոխվում են, վերաբերմունքները փոխվում են, դա էլ եղավ կոմունիստների տված, ինչ ասեմ, չարիքը, կատարած չարիքը մեր եկեղեցու նկատմամբ։ Այսօր կանգուն են երկու եկեղեցիներ, կղզին ունեցել է նաև Սուրբ Հարություն տաճարը, նույնպես 4-րդ դարից, որը 10-րդ դարում երկրաշարժից խոնարհվել է եւ հետագայում չի վերակառուցվել։ Հիմա միայն հիմքի եւ մի փոքր, ասենք, 1-2 շարք քարեր են պահպանված։ Մենք հայերս Սևանավանքը հաճախ ենք համեմատում Վանա լճի Աղթամար կղզու եւ Սուրբ Խաչ եկեղեցու հետ, որովհետև Վանից գաղթած հայերից շատերը հայրենի քաղաքի հիշողությունը վառ պահելու համար հաստատվել են հենց Սևանի ափերին, մխիթարություն գտնելով կորցրած եկեղեցու համար, որն իր բացառիկ քանդակներով, արծրունյաց թագավորների պատկերներով, Ադամի եւ Եվայի մերկաքանդակներով, Դավթի ու Գողիաթի տեսարաններով եւ հարուստ որմնանկարներով եղել է հայկական միջնադարյան արվեստի անզուգական գլուխգործոցներից։ Ըստ ավանդության 1915 թվականին այդ Եղեռնի մեծ հայոց մեծ Եղեռնի օրերին վանեցիները գալիս են Սևան, հույս ունենալով, որ Վանաձովի այդ կլիման իրենք կկարողանան գոնե այստեղ ունենալ եւ մեղմել իրենց կարոտը, բայց ավելի ցրտաշունչ եւ սառնաշունչ կլիմայի հանդիպելով իրենց գլխին կոչում են եւ կոծում Սև Վան եկավ մեր գլխին։ Եվ նաեւ Սևանի անվանումը կապվում է վանեցիների հետ, Սև Վան։ Միջնադարյան մեր ճարտարապետական գոհարներից մեկն է Աղթամարը, որը մինչ օրս զարմացնում է իր ճարտարապետությամբ եւ իր քանդակագործական մտքով։ Նախ որ ճարտարապետից բացի այստեղ պետք է աշխատած լինեին նաև քարգործ վարպետներ, որոնք թողել են իրենց այսպես ասած ձեռագիրը ժամանակաշրջանի։ Աղթամարի քանդակաշարը, որ 6 զարդագոտիներով, այդպես ասած, բոլորում է կառույցը, իրենից ներկայացնում է բազմաժանր թեմատիկ հորինվածքային կերպարներ, պատկերներ, որոնք վերցված են թե 5 կտակարանային պատմություններից եւ թե նոր կտակարանային։ Այստեղ հետաքրքիր է, որ մենք ունենք օրինակ Ադամու Եվայի մերկ պատկերները, որոնք կարելի է ասել եզակի են իրենց տեսակով մեր ճարտարապետության եւ քանդակագործության մեջ միջնադարյան, որոնք իրենց պատկերագրական լուծումներով բավական նորարար են ժամանակաշրջանի համար եւ հետաքրքիր։ Բացի դա, նաև այլ ժանրի լուծումներ ենք մենք այստեղ տեսնում։ Բավական հետաքրքիր են, օրինակ այն դիմակ պատկերները, որոնք արված են Աղթամարի այդ գոտիներից մեկում, որոնք ըստ երևույթին կամ պետք է կապվեն հոգևոր դասի հետ, կամ պետք է կապվեն ուրեմն արծրունյաց ընտանիքի տոհմացեղի հետ, ներկայացնեն նշանավոր գործիչներին, նշանավոր դեմքերին։ Թեև Սևանավանքի եկեղեցիների կառուցումը կապվում է Մարիամ Իշխանուհու անվան հետ, վանքի իրական հոգևոր կազմակերպիչն ու առաջին մեծ վանահայրը համարվում է Մաշտոց վարդապետ Եղիվարդեցին, որը հետագայում դարձել է նաև ամենայն հայոց կաթողիկոս։ Սևանավանքի վերազարթոնքը կապված է Եղիվարդցու գործունեության հետ։ Նա է ձևավորել վանական կանոնավոր կյանքը, կազմակերպել միաբանությունը եւ Սևանը վերածել աղոթքի, ճգնության ու ուսումնառության կարևոր կենտրոնի։
Կենտրոնն իր Սևանի անապատ անվանումը պատահական չէր ստացել։ Այստեղ վանականները հրաժարվում էին աշխարհիկ կյանքից։ Նրանցից մեղքի մեջ հայտնվածներն էլ գալիս էին խոր ապաշխարության։ Միաբանական կյանքը այստեղ ծաղկում ապրեց 9-րդ դարում Մաշտոց Եղվարդեցի վարդապետի գործունեության շնորհիվ, որը մոտ 1 տարի 897-98 թվականներին գլխավորեց ամենայն հայոց կաթողիկոսություն, այսինքն դարձավ հայոց կաթողիկոս։ Մաշտոց Եղիվարդեցու անվան հետ կապված են բազմաթիվ հրաշապատում ավանդություններ, որոնք ընդգծում են նրա սրբակեցությունը։ Ամենահայտնի ավանդության համաձայն, երբ նա նշանակվում է Սևանի վանահայր, կղզին լի է լինում օձերով ու կարիճներով, որոնք վտանգ են ներկայացրել բնակվելու համար։ Մաշտոց Եղիվարդեցին երկարաղոթել է եւ բոլոր օձերն ու կարիճները հեռացել են կղզուց։ 10,000-անոց բանակով փորձել են Սևանա կղզի մտնել եւ մի խոսքով ասպատակել են, սառույցը ջարդվել է աղոթքով, պատարակը չի դադարացվել, ճրակալույցի հունվարի 5-ի պատարակը չի դադարացվել եւ սառույցը ջարդվել է, ամբողջ այդ բանակը սուզվել է լճի մեջ։ Այդ ավանդազրույցները դրանք իսկապես եղելություններ են եւ կա այդ զորությունը դեռևս կա, նույնիսկ ասեմ ձեզ Մաշտոց Եղիվարդեցու այդ սրբակյաց, խստակյաց կյանքը այնպիսի մի այսպես ասեմ հետք է թողել, որ մինչև հիմա էլ ժողովուրդը չի մոռանում եւ այցելում է այն տեղը, որտեղ ճգնել է ինքը, Մաշտոցներ է կոչվում, այդտեղ մի աղբյուր է հոսում, որի ջուրը նույնպես հրաշագործ է։ Այսօր էլ հրաշագործ է։ Ես ականատեսն եմ եղել դրա եւ կարող եմ վկայել։ Մեկ այլ ավանդություն վկայում է, որ Սևանի միաբաներն այնքան խստակյաց ու աստվածահաճո կյանք են վարել, որ Տերը նրանց արժանացրել է բացառիկ շնորհի։ Նրանք կարողացել են քայլել լճի ջրերի վրայով, ինչպես Քրիստոսը։ Սևանավանքն ի սկզբանե շատ ավելի մեծ համալիր է եղել, քան այն, ինչ պահպանվել է։ Բացի եկեղեցիներից բաղկացած է եղել նաև գավթից, վանական խցերից, օժանդակ տնտեսական շինություններից, պաշտպանական կառույցներից։ Միջնադարում համալիրը Հայաստանի ամենահեղինակավոր ուխտատեղիներից մեկն էր։ Այստեղ ապրել ու գործել են բազմաթիվ նշանավոր հոգևորականներ՝ Սարգիս առաջին Սևանցի կաթողիկոսը, Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը, Ստեփանոս Կրոնավորը, Սարգիս Իմաստասերը, Աբրահամ Սևանցին եւ ուրիշներ։ Սևանի անապատի դպրոցը բավական հետաքրքիր անցած ուղի ունի եւ ինչպես ցանկացած միջնադարյան վանք, վանական միաբանություն, իրենց դպրոցներն են ունեցել եւ այդ դպրոցներից առաջինը, որպես հիշատակություն, մենք ունենք Մաշտոց Եղվարդեցու դպրոցը եւ հետաքրքիրն է, որ տվել է փաստորեն երկու կաթողիկոս ինքը իրենից հետո ինքը Մաշտոց Եղվարդեցին էլ է դարձել կաթողիկոս։ Հայ ժողովրդի պատմության ընթացքում կրթությունը եւ եկեղեցին մշտապես անբաժան են եղել։ Դարեր շարունակ հայ եկեղեցու հնագույն վանքերը, եկեղեցիները եղել են ոչ միայն աղոթքի, այլև կրթության, գիտության եւ մշակույթի կենտրոններ։ Այդ ավանդույթների շարունակությունն է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը, որը 3 տասնամյակից ավել արդեն կրթում ու դաստիարակում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու ապագա հոգևոր սպասավորներին։ Սևանի Վազգենյան դպրանոցի հիմնադրումը այս վայրում խորհրդանշական է այն իմաստով, որ վերականգնվում է, վերածնվում է այդ դարավոր ավանդությունը հոգևոր դպրոցների, հոգևոր վանքերի, որոնք որ գործել են այս պատմական տարածաշրջանում, որտեղ որ նաև ստեղծել են հոգևոր ու մշակութային արժեքներ։ Այստեղ հիմնադրվելով Սևանի Վազգենյան դպրանոցը այդ կերպ վերականգնվում է հայ եկեղեցու հոգևոր կրթական դարավոր ավանդույթը, որը որ գործել է, սակայն արդեն մեր ժամանակներում այդ ավանդույթները շարունակելու նպատակով։ 3 անգամ Սևանավանք ուխտ գնալը հավասար է 1 անգամ Երուսաղեմ ուխտագնացությանը։ Վանքի հեղինակությունն այնքան մեծ էր, որ ժողովրդի մեջ տարածվել էր այսպիսի համոզմունք։ Թեև Սևանավանքն առաջին հերթին հայտնի է որպես վանական համալիր, միջնադարում այն նաև Հայաստանի կարևորագույն պաշտպանական ամրոցներից մեկն էր։ Սևանակղզին իր բնական դիրքի շնորհիվ եղել է գրեթե անառիկ։ Ջրերով շրջապատված այս բարձունքը հեշտությամբ պաշտպանվել է նույնիսկ փոքրաթիվ զորքով։
Պաշտպանական ինքը, որ ասես միշտ այդպես եղել է, չէ։ Երբ որ անհրաժեշտ է եղել, եկեղեցին մի ժողովրդի մոտ էր, ժողովրդի կողքին էր, ժողովրդի պաշտպանն էր նաև, եւ բնականաբար իր տարածքը, իր վանքերը, իր կացարանները տրամադրել է նաև պաշտպանության նպատակով։ Հիմնական նպատակը վանքը բացելու դա աղոթական միջավայր ստեղծելն է, դա վանական այդ միջավայրը ստեղծելն էր եւ բնականաբար եկեղեցին ծաղկեցնելը, պայծառացնելը։ Եկեղեցին ընդհանրապես վանքերով է, որ ամրանում է, հաստատվում է եւ վանքի գործունեությունն է, որ իսկապես ժողովրդի իրական պաշտպանությունն է։ Որովհետեւ ֆիզիկական պաշտպանությունը դա ժամանակավոր կյանքի պահպանությունն է, որը իհարկե կարևոր է նույնպես, բայց այնինչ որ անում է վանքը, այնինչ որ անում է վանքի ծառայությունը, այդ աղոթական մթնոլորտը, պատարակները, ժամերգությունները, առանձնական աղոթները, կարելի ասել 24 ժամյա աղոթքները մշտական, սա արդեն իրական պատնեշ է, մանավանդ աներևույթ թշնամու դեմ։ Սևանի ճակատամարտի հետ կապված կա մի ավանդություն, որի համաձայն, երբ արաբական զորքերը մոտեցել են Սևանավանքին, Հովանես Դրասխանակերտցի կաթողիկոսը վանքից դուրս է բերել եկեղեցու Սուրբ խաչը, կանգնել զորքի առջև եւ աղոթել Աստծուն, հաղթանակ պարգևելու համար։ Այդ պահին ողջ տարածքն այնպես է պատվել անթափանց ու խիտ մառախուղով, որ սևացել են նույնիսկ Սևանա լճի ջրերը։ Թշնամին կորցրել է կողմնորոշվելու հնարավորությունը, իսկ հայերը լավ ճանաչելով տեղանքը կարողացել են անակնկալ հարձակվել եւ հաղթանակ տանել։ Արաբական արշավանքների ժամանակ, երբ Աշոտ երկաթը եղել է կղզում, այդ ժամանակ արաբները մտածել են, որ պետք է հանձնվի, որովհետեւ ամբողջ Գեղարքունիքի մարզը ավերված, վառված, ըստ մեզ հասած նյութերի, արաբները արդեն պաշարել են, նստել են ու մի փոքր, շատ փոքր լճից այն կողմ մի կղզու վրա, մի թագավոր, մի քանի, չգիտեմ ինչքան զորքով, երևի շատ քիչ փոքրականակ զորքով, բայց համաձայնել են, որ պետք է հանձնվեն եւ խաբել են թշնամուն եւ մոտավորապես մի 20 լաստերով հարձակվել են առավոտյան լուսաբացին, ոչ թե հարձակվել են, եկել են իբր թե հանձնվելու եւ կարողացել են նետերով, աղեղներով, հերվից, վախացնելով, խաբելով, կարողացել են այդ պատերազմը տալ եւ մենք պատմության մեջ ունենք ծովային նաեւ պատերազմ եւ հաղթել են եւ կարողացել են հաղթել։ Սևանի վանքը հայոց ամենանշանավոր ուխտավայրերի թվին է պատկանում եւ հռչակավոր էր այստեղ պահվող նաեւ սրբություններով։ Մասնավորապես դրանցից նշանավոր են Սևանա սուրբ նշանը, խաչի մասունք։ Ավանդության համաձայն այս սուրբ նշանը Սևանի պատրաստվել է այն կոնքից, որի մեջ Աստվածամայրը լողացրել է մանուկ Հիսուսին։ Այստեղ ուրեմն պահվող սրբություններից են նաև Պետրոս Առաքյալի մասունքը եւ ամենահռչակավոր Աստվածածնի կամ Տիրամոր սրբապատկերը, որը հայտնի էր իր հրաշագործ զորությամբ։ 921 թվականի հաղթանակը Աշոտ երկաթին դարձրել է ոչ միայն պատմական, այլև մշակութային հերոս։ Դարերի ընթացքում նրա կերպարը լայնորեն արտացոլվել է գրականության մեջ ու թատերարվեստում։ Դրանցից ամենահայտնի ստեղծագործությունը Մուրացանի Գևորգ Մարսպետունի պատմավեպն է, որ ներկայացնում է Բագրատունյաց Հայաստանի ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը Աշոտ երկաթի իշխանության տարիները, որտեղ Սևանավանքը պարզապես գործողության վայր չէ, այլ հայոց պետականության հենարանը, ազատության խորհրդանիշն ու այն ամրոցը, որտեղ որոշվել է երկրի ճակատագիրը։ Գևորգ Մարսպետունին բազմիցս բեմադրվել է հայ թատրոնում։ Ժամանակին Մարսպետունու կերպարը մարմնավորել է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը։ Այսօր վեպը դարձյալ բեմական նոր կյանք է ստանալու բեմադրիչ Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ Մայր թատրոնում։ Ներկայացումը կոչվում է հենց Գևորգ Մարսպետունի ըստ Մուրացանի երկու գործողությամբ պատմական դրամա է, շատ հետաքրքիր, շատ խիտ իրադարձություններով եւ հրաշալի դերասանական կազմով, որտեղ որ արդեն կարող եմ ասել, որ գլխավոր բոլոր կերպարները, դերերը մարմնավորում են այլևս մեր սերնդի արտիստները, որովհետև ուզում եմ ուրախությամբ նշել, որ ժամանակը իր հետ բերում է արդեն այդ պահանջները, այդ կերպարները պետք է արդեն կերտեն
Եվ սա շատ լավ հնարավորություն է եւ մեզ համար, եւ դերասանների, եւ հանդիսատեսի, եւ դպրոցահասակների, եւ բոլորի համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու, որ ներկայացումը շատ դիտարժան լինի, հետաքրքիր եւ իր ասելիքով։ Ու գնում ենք այդպես, մինչեւ հասնենք թուրը փառքով դնենք պատյանի մեջ եւ շատ հավատում ենք, որ մեր նախնիների հոգիները մեզ սատարելու են, որ մենք այդ աշխատանքը լավ անենք, որովհետեւ այժմյան վիճակում գտնվող Հայաստանին եւ մեզ բոլորիս միասնությունը երևի թե այսքան շատ պետք չի եղել, ոնց որ հիմա։ Երբ վստահվեց ինձ Գևորգ Մարզպետունու կերպարը եւ թատրոնում որոշեցին, որ պետք է ես խաղամ, դա ինձ համար եղավ ահավոր պատասխանատու, ահավոր դժվար որոշում, որովհետեւ ես ինքս ինձ չէի պատկերացնում, բայց ամեն դեպքում սկսեցի ուսումնասիրել, ինչպես բոլոր կերպարները սկսում են ուսումնասիրել խաղալուց առաջ դերասանները։ Կարդացի, նյութեր գտա, հեռուստատեսությամբ դիտեցի եւ հետո տեսա, որ իսկապես պետք է այդ կերպարը այսօր լուսաբանել, որովհետեւ ամբողջ պիեսի վեպի ընթացքում տեսնում ենք, թե այդ հերոսը մեր սպարապետը, ինքը սպարապետ է եղել, եւ այդ սպարապետը ինչպես է փորձել բոլորին հաշտեցնել, ինչպես է փորձել նույնիսկ հաշտեցնել այնպիսի մարդկանց, ում հետ դարավոր թշնամություններ են ունեցել մեր ազգի մեջ, հայ նկատմամբ, իշխանի նկատմամբ, հաշտեցրել այն մարդուն, ում աչքերը հանել է Աշոտ Երկաթը։ Աշոտ Երկաթը հաշտեցրել է Սահակ Սևադայի հետ։ Սահակ Սևադային հաշտեցրել է իր ոչ թե իր պահանջները կատարելու համար, այլ ասել է հայրենիքի համար պետք է հաշտվեք, հողը պահելու համար պետք է հաշտվեք։ Սևանավանքի գեղարվեստական նշանակության մասին խոսելիս անհնար է շրջանցել Լևոն Շանթի հին աստվածներ դրաման։ Թեև այն պատմական վավերագրություն չէ, բայց Սևանի բնապատկերը եւ վանական միջավայրը այստեղ կարևոր գեղարվեստական նշանակություն ունեն, որտեղ Սևանավանքը խորհրդանշում է քրիստոնեական հոգեվոր աշխարհի եւ հեթանոսական ուժերի բախումը, միաժամանակ ներկայացնելով Մարիամ իշխանուհու եւ Վանահոր սիրո պատմությունը։ Տարբեր կարծիքներ կան տարբեր գրականագետների կողմից, թե դա արդյոք պատմական է փաստ է, որ եկեղեցաշինության հետ է կապված, այդ օրերի հետ է կապված, դա փաստ է։ Դա փաստ է, իսկ ահա պատմությունը ներքին կարելի է ասել Հորինովի է, որովհետև կա այստեղ սիրո պատմությունը, իշխանուհու եւ Վանահոր երիտասարդ տարիների սիրո պատմությունը, որ Վանահայրը բանականությանը հետևելով գնացել է հավատքի հետևից եւ ահա կորցրել է իր սերը, բայց թվում է թե չի կորցրել իր սերը, որովհետև վերստին հանդիպում է տարիներ անց իր սիրելի Մարիամին, մոխիրները, ինչպես Վանահայրն է ասում, մոխիրները քանդում են եւ դարձյալ կրակը արկայծում է։ Այստեղ կա նաեւ Աբեղայի կերպարը, ով կարծես թե հիշեցնում է երիտասարդ Վանահորը եւ կա Մարիամ իշխանուհու եղբոր դստեր Սեդայի կերպար, ով կարծես թե երիտասարդ Մարիամ իշխանուհի է, երբ նրանք առաջին անգամ հանդիպում են, ծովն է ընկնում Սեդան, Աբեղան նրան փրկում է, նրա թաց մարմինը հպվում է իրեն եւ Աբեղան ով Վանահոր, այսպես ասած, գաղափարակիրներ եւ գաղափարակիցներ, ահա գնում է դեպի զգացմունքների իր սիրո հետևից։ Եվ իրոք կարծես թե այս եկեղեցու հիմքում սերը կա, սիրո հիմքը կա եւ եկեղեցին հենց սիրո արդյունք է կառուցված, թեկուզ եւ պատմականորեն մենք գիտենք, որ Մարիամ իշխանուհին իր սիրելի ամուսնու հիշատակին, որը աղամերիկ էր, ամուսնու հիշատակին է կառուցել եկեղեցին Վասակ Կապուր իշխանի հիշատակին։ Սուրբ Առաքելոց եկեղեցու ներսում գտնվում է Տրթատ գործողի կերտած ամենափրկիչ հայտնի խաչքարը, որի վրա պատկերված Հիսուս Քրիստոսն ունի մողոլական արտահայտված դիմագծեր, նրանց բնորոշ նեղ աչքերով եւ մորուքով։ Զբոսաշրջիկները, այսպես ասեմ, Սևանավանք գնալուց երկու բանի են ավելի շատ ուշադրություն դարձնում։ Մեկը Առաքելոց վանքի խաչքարն է, որը իդեպ մինչև 19-րդ դար եկեղեցում չի եղել, այն Նորաշեն գյուղում է տեղադրված եղել, հետագայում են բերել այդտեղ, եւ այնտեղ չասենք ավանդազրույց, որովհետեւ ավելի շատ ժողովրդական խոսույթ կա, իբր Քրիստոսը, որ ամենափրկիչ խաչքարի վրա պատկերված է, մոնղոլական ինչ-որ դիմագծեր ունի, բայց պարզ ժամանակագրության
դիտարկելով հասկանում ենք, որ չէր կարող մոնղոլական լինել, ավելի ուշ շրջանի է, հա, թվագրված է, նշված է ինքը 1653 թվականին է Տարտատ կազմողի կողմից ստեղծվել, այսինքն դա ավելի շատ համընկնում է պարսկական տիրապետության շրջանին, բայց եթե հաշվի ենք առնում, որ Պարսկաստանում այդ ժամանակաշրջանում աֆղանական այդ ցեղերն էին գալիս իշխանությունը վերցնել եւ այլն, գուցե ավելի ճիշտ կլինի, ասել որ ասիական դիմագծերով է, բայց այդ Խաչքարի գեղեցկությունը, մեծությունը ոչ միայն դրա մեջ է, որ այդպես է պատկերված Քրիստոսը, իդեպ Հյուսաս մազերով, որը ասում են, որ թագավորական իշխանության խորհրդանիշ է, այլ ինքը իրենից փոքր ավետարան ներկայացնի։ Այնքան դրվագներ կան աստվածաշնչյան այդտեղ ավետարանական, սկսած դե խաչելությունը, իշնելը դժող ավետարանիչների, քանդակներն են 4 ավետարանիչների, Մարիամ Աստվածածինյան, նույնիսկ խաչից իջեցնողների քանդակները, փոքր քանդակները կան այդ Խաչքարի վրա։ Սևանավանքի հայտնի սրբություններից է եղել Տիրամոր հրաշագործ սրբապատկերը Մանուկ Հիսուսի հետ։ Ավանդության համաձայն Մարիամ իշխանուհու առ Աստված երկրի համար բարեխոսության ժամանակ մանկան աչքերից արյան կաթիլներ են հոսել, որպես աստվածային նշան, որ գուժել է հայ ժողովրդի գալիք փորձությունների մասին։ Մխիթար Սեբաստացու և Տիրամոր պատկերի հետ կապված շատ հետաքրքիր պատմություն է մեզ հասցնում նաև Ղևոն Դալիշյանը, ով իր հուշագրություններում գրում է Մխիթար Սեբաստացու մասին իր գրած հուշագրություններում գրում է, որ Սեբաստացին, երբ արդեն պետք է հեռանա Հայաստանից, գնում է Սևան, կանգնում է սրբապատկերի առաջ, Տիրամորը աղոթում է եւ խնդրում է, որ իրեն օրհնի իր երազանքը կատարելու եւ շարժվում են Տիրամոր շուրթերը եւ ասում են եղիցի։ Եվ այսպիսով Մխիթար Սեբաստացին Տիրամոր օրհնությունը ստացած գնում է Վենետիկ եւ հիմնում է Մխիթարյան միաբանությունը։ Այս պատմությունը դարձել է Տիրամոր սրբապատկերի համբավի կարևոր մասը եւ դարեր շարունակ բազմաթիվ ուխտավորներ Սևան են եկել հավատալով Աստվածամոր բարեխոսությանը։ Խորհրդային տարիներին Սևանավանքի համար սկսվել է ծանր շրջան։ 1918-ից 1920 թվականներին Սևանակղզին օգտագործվել է որպես աքսորավայր, իսկ խորհրդային իշխանության վերջնական հաստատումից հետո վանքի ողջ ունեցվածքը բռնագրավվել է։ 1926 թվականին կղզին Կենտկոմի որոշմամբ վանական համալիրը տրամադրվել է ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին որպես հանգստավայր, իսկ հակաեկեղեցական քաղաքականության հետևանքով այստեղ վանական կյանքն իսպառ դադարել է։ Խորհրդային տասնամյակների ընթացքում խաթարված Սևանավանքը նոր կյանք է ստացել Հայաստանի անկախության վերականգնումից հետո։ Ես հիշում եմ 70-ական թվականներին այստեղ այցելել եմ ուսանող ժամանակ եւ տեսել եմ վանքը որպես թանգարան։ Այսինքն թանգարան առանձնապես որևէ բան չէին էլ ցուցադրում, այսպես պարզապես որպես պատմական հուշարձաններ, այսպես մարդիկ այցելում էին, բարձրանում էին աստիճաններով իջնում էին, որևէ պաշտամունք չկար, արգելված էր, հոգևորական սպասավոր չկար։ 90 թվականի այդ հանձնումը Սևանի եկեղեցիների, Սևանավանքի եկեղեցիների հանձնումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Արարատյան թեմին մասնավորապես ես կասեմ հրաշք էր։ Դեռևս գործում էր սոցիալիստական երկրի այդ կանոնները եւ այլն, բայց ինչ որ մի հրաշքով իսկապես իշխանության որոշ պաշտոնյաներ ընդառաջ գնացին եւ համարձակությամբ, քաջությամբ այդ քայլը կատարեցին։ Եվ դպրանոցը այդ դժվարին պայմաններում սկսեց ուսուցանել, սկսեց կրթել ապագա հոգևորականներին։ Սևանավանքի նորագույն պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը դարձել է հոգևոր կրթության վերականգնումը։ 1990 թվականին ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի օրհնությամբ եւ այն ժամանակ դեռ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ Սևանավանքի տարածքում հիմնադրվում է Սևանի հոգևոր դպրանոցը, որը 1994 թվականին ի հիշատակ կաթողիկոսի անվանակոչվել է Վազգենյան հոգևոր դպրանոց։ Սևանավանքը միջնադարյան Հայաստանի կենթանի վկաներից է, որտեղ միահյուսվում են մեր պատմությունը, հավատքը, հանուն պետականության մղված պայքարը, կրթական ավանդույթներն ու մշակութային անգնահատելի հիշողությունը։